Տիկին Ստեփանյան, քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ եւ մենք էլի լսել ենք Ղարաբաղյան շարժման հետ կապված, որ Հայաստանում այդ շարժումը այլևս չի շարունակվելու։ Փաշինյանն ասաց, որ Ղարաբաղյան շարժումը կործանարար է Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար։ Ինչ է նշանակում, այսինքն երբ որ հայ ժողովուրդը պայքարում էր Արցախ, հայկական Արցախ ունենալու համար, դա մեր Հայաստանի ինքնիշխանությանը հարված էր հասցնում։ Շնորհակալ եմ հարցի համար, արդեն տևական ժամանակ է այս հարցը սավառնում է այսպես լրահոսի տարբեր վերնագրերում, ինչպես նաև դարձել է քաղաքական հիմնական խոսակցությունների եւ հարցազրույցների կարելի ասել գլխավոր թեման եւ երբ 1980-ականներից սկսեց Արցախյան շարժումը, բոլորս պատկերացնում էինք, թե ստատուս քվոն երկար կտևի, որպեսզի ավելի շատ դետալների եւ հանգամանքների մեջ չմտնեմ, բոլորիս թվում էր, թե ստատուս քվոն այդպես երկար կտևի եւ իրականում բոլորս պատկերացրել ենք, որ Արցախում ամեն ինչ լավ է, ըստ երևույթին գնալով ավելի կլավանա, բայց օրինակ ես 2019 թվականին դառնալով պատգամավոր նոր կարողացել եմ հասկանալ բանակցային գործընթացի, իհարկե ոչ բոլոր նրբությունները, բայց հիմնական բովանդակությունը եւ որպեսզի մարդկանց ավելի հասանելի լեզվով բացատրենք, թե ինչ է տեղի ունեցել այդ 30 տարիների ընթացքում, եթե կարճ ասենք, ապա 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը այդպես էլ չի կարողացել միջազգային հանրությանը համոզի, որ դա Լեռնային Ղարաբաղը չէ, դա Արցախի Հանրապետությունն է, իսկ եթե մի քիչ ավելի հանգամանալից բացատրել, դարձյալ զերծ պահելով իմ հիմնական խոսակցությունը տերմիններից, ապա կարելի ասել, որ տարիների ընթացքում ժամանակը որպես գլխավոր ռեսուրս օգտագործելով Ադրբեջանի Հանրապետությունը ավելի ուժեղացել է, դա են վկայում բանակցային փաստաթղթերի ժամանակ գնալով դեպի մեր օրեր, ավելի ուժեղացել են Ադրբեջանի դիրքերը եւ ավելի թուլացել են Հայաստանի Հանրապետության դիրքերը, որը ըստ էության բանակցում էր նաեւ Արցախի փոխարեն, դե ճիշտ ասած չեմ զլանա եւ եւս մեկ անգամ կնշեմ, որ թերևս այս բանակցություններին ամենամեծ հարվածը թերևս եղել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում, երբ Արցախը որպես կողմ դուրս է մնացել բանակցությունների գործընթացից։ Եվ այստեղ շատ կարեւոր է հասկանալ, թե օրինակ բանակցությունների սեղանին, երբ գնում են ներկայացուցիչները, իրենց թիկունքում ինչ պետք է ունենան։ Իրենց թիկունքում պետք է ունենան հզոր պետություն, իրենց թիկունքում պետք է ունենան հզոր տնտեսություն, իրենց թիկունքում պետք է ունենան հզոր բանակ։ Թերևս ինչպես ես նշեցի ժամանակի ընթացքում մենք այս ռեսուրսները կամ այս կարևոր գործոնները մի քիչ ավելի թուլացրել ենք, իսկ Ադրբեջանը գնալով ավելի ուժեղացել է եւ արդյունքում եղել է այն, ինչ որ եղել է։ Տեսեք, դուք տնտեսության հզորության մասին եք ասում, ամեն դեպքում 30 տարի Արցախը հայկականն էր, ունենալով այնպիսի տնտեսություն, ինչպիսին կար։ Հիմա դուք համարում եք, որ ձեր զարգացման ուղին ճիշտ է, դուք հզոր տնտեսություն եք կառուցում, բայց մենք չունենք Արցախ։ Հիմա ինչպես հասկանալ այս դիլեման, այսինքն ունենք լավ տնտեսություն, բայց չունենք արդեն Արցախ։ Տեսեք, 2018 թվականին ես ինքս Արցախի հիմնահարցի մասնագետ չեմ եւ չեմ կարող բնականաբար շատ նրբությունների մասին խոսել, որտեղ նախ չեմ տիրապետում եւ երկրորդ դա իմ թեման չէ, եթե դա լիներ իմ թեման, ապա ես կլինեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ կամ առնվազն իմ բոլոր ելույթները սրա մասին կլինեին, բայց տեսեք, ոչ թե մեկը մյուսի հետ անմիջական կապ ունի, այլ սրան նաեւ բազմաթիվ այլ գործոններ են նպաստել։ Երբ 2018 թվականին տեղի ունեցավ հեղափոխությունը եւ մեր քաղաքական ուժը եկավ իշխանության, մեզանից որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ 2020 թվականին մենք կհայտնվենք պատերազմի առաջ։ Եվ քանի որ անընդհատ կա այս խոսակցությունը, թե Նիկոլ Փաշինյանը բերեց պատերազմը կամ Նիկոլ Փաշինյանը իր խոսույթով այնպես արեց, որ օրինակ քաղաքականությամբ հանգեցրեց կամ չգիտեմ Արցախում, Շուշիում այնպիսի արտահայտություններ անեց, որից Ադրբեջանը բարկացավ, ջղայնացավ, սրանք ես կարծում եմ անլուրջ խոսակցություններ են։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ ունեցել է այնպիսի ղեկավար, սկսած 91 թվականից, երբ մենք կերտեցինք մեր անկախությունը, որը կերազեր կամ իր քաղաքական ծրագրերի թագը կհամարեր, այսպես ասած, որ երբևէ իր ժամանակահատվածում տեղի ունենա պատերազմ։ Ես կարծում եմ ամեն դեպքում Հայաստանի Հանրապետություն եղած բոլոր իշխանությունները, անկախ նրանից, թե որքանով է լավ ստացվի իրենց մոտ կառավարումը, որքանով է վատ ստացվի, Հայաստանի Հանրապետության իշխանություններից որևէ մեկը պատերազմ չի ուզել։ Բնականաբար նաև
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւ մենք պատերազմ չենք ուզել, բայց ցավոք մեր ժամանակ տեղի ունեցավ պատերազմ եւ ի տարբերություն Արցախյան առաջի պատերազմի, այս պատերազմում այնպիսի պետություններ խառնվեցին եւ հանդես եկան ի պաշտպանություն Ադրբեջանի եւ մենք այնպիսի պետությունների օժանդակությունից զրկվեցինք, որ կանխատեսելի դարձավ պատերազմի ելքը եւ շատ հաճախ քաղաքական ուժերի, քաղաքական ծրագրերը հիմնականում պետք է բխեն ներկա իրավիճակից եւ այն միջազգային կոնյունկտուրայից, այն միջազգային քաղաքական միջավայրից, որի ժամանակ մենք ապրում ենք։ Հասկանալի է, որ լավ կլիներ շարունակվեին բանակցությունները, հասկանալի կլիներ, որ շատ լավ կլիներ, եթե օրինակ Արցախը չհայաթափվեր, բայց այսօր սա են փաստերը եւ մենք պարտավոր ենք պարզապես թե մեր ներքին եւ թե արտաքին քաղաքականությունը բխեցնել հենց այս փաստերից։ Տեսեք, այսօր Փաշինյանը հայտարարեց, որ էսկալացիայի որևէ ցանկություն, որևէ նպատակ Հայաստանը չունի, մենք գիտենք դա, միշտ Հայաստանը այդ կառուցողական դիրք է, այո, բայց արդյոք մենք կարող ենք Ադրբեջանի դեպքում նման վստահություն ունենալ եւ արդյոք երբ որ կա արդեն ավարտված խաղաղության պայմանագրի տեքստ, երկու կողմերը հայտարարում են, Ադրբեջանը կգնա ստորագրելու ճանապարհով։ Տեսեք, ինչպես բազմիցս թե մենք, թե կառավարության մեր գործընկերները նշել են, այս պահին իհարկե Ադրբեջանը դարձյալ շարունակում է կրակել, բայց մենք պատերազմի հիմք չենք տեսնում։ Սա մի կողմից փաստում են ձեր կողմից նշված երկու պետությունների ղեկավարները, որոնք ասում են այո, կա արդեն համաձայնության տեքստ, բայց շատ կարևոր է այդ համաձայնության տեքստի վերնագիրը ինչ է։ Դա խաղաղության համաձայնագրի տեքստն է։ Եվ ես իմ նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ էլ նշել եմ, մեզանից շատ են ակնկալիքներ եւ դա շատ բնական է, բայց քանի կան բանակցություններ, թեկուզ դրանք այնքան էլ արդյունավետ չեն, այնքան էլ կառուցողական չեն։ Շատ հաճախ Ադրբեջանը ինքն է հրաժարվում բանակցություններից, շատ հաճախ Ադրբեջանը մեզ առաջարկում է այնպիսի հարթակներ, որտեղ իր համար ավելի նպաստավոր պայմաններով կընթանան բանակցությունները, բայց մենք գնում ենք, որովհետև մենք հստակ հասկանում ենք, որ թեկուզ ամենավատ ոչ կառուցողական բանակցությունը ի վերջո շատ ավելի գերադասելի է մեզ համար, քան թեթև էսկալացիան կամ ել չենք խոսում լայնամասշտաբ պատերազմի մասին։ Մենք գնալու ենք այս դիմախոսները ձեզ հակադարձում են, ասում են, որ դուք ասում եք խաղաղություն, բայց դուք մշտապես վերում եք կորուստներ, պատերազմ, այսինքն խաղաղություն ասելով խաղաղության չենք հասնել, չէ՞ որ ամենաշահագրգռվածը մենք ենք ցանկանում մի րոպե առաջ այս խաղաղությունը բերել եւ Եթե չլինի խաղաղություն, տեսեք, մեզ մեղադրում են, ասում են դարձյալ այս 24 թվականի կատարողականի ընթացքում ընդդիմությունը մեզ մեղադրում է եւ ասում է, որ դուք էլի խոսում եք խաղաղությունից, բայց օրինակ թշնամին սահմաններին կրակում է։ Իրականում այսպիսի հարց է առաջանում, իսկ 88 թվականից սկսած թշնամին եղել է մի ամիս, որ չի կրակել, եղել է մի տարի, որ չի կրակել։ Խաղաղության համաձայնագրի ամբողջ բովանդակությունը եւ տրամաբանությունը այն է, որ էլ չլինեն կրակոցներ, որովհետեւ իհարկե կգա ժամանակը մենք նաև կխոսենք ժողովրդագրությունից, մենք նաև կխոսենք արտագաղթից, մենք կխոսենք ընդհանրապես բազմաթիվ այսպես շարժից քաղաքացիների եւ կհասկանանք, որ այս կրակոցների, այս պատերազմների, այս կանխատեսելի էսկալացիաների ուղիղ արձագանքը քաղաքացիների կողմից եղել է Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը եւ եթե ժողովրդագրական աճն ենք մենք նայում, դիցուք օրինակ, եթե Հայաստանի Հանրապետությունում պայմանականորեն որևէ տարում ծնվել են այսքան թվով արական ներկայացուցիչներ, ապա 15 տարեկանից հետո այս արական սեռով ծնված երեխաները դառնում է դրանց ուղիղ կեսը, ինչ են լինում մյուս երեխաները, շատ պարզ բան, մյուս արական սեռի ներկայացուցիչներին ծնողները պարզապես դարձնում են այլ երկրի քաղաքացիներ։ Ի վերջո պատերազմը եւ էսկալացիաները, այս անընդհատ կրակոցները, այս հակամարտությունը վերում են ածանցյալ լրացուցիչ բազմաթիվ խնդիրներ, որոնք եւ ուղղակի եւ անուղղակի ազդում են պետության վրա, ժողովրդագրական աճի վրա, տնտեսության վրա եւ ընդհանրապես ամեն ինչի վրա։ Մեր իշխանությունները եւ մենք երբեք չենք ասել, որ շատ հեշտ է գնալ խաղաղության։ Այդ շատ բարդ բաները, որպեսզի մենք ավելի հեշտ պատկերացնենք, ես առաջարկում եմ պրոյեկտել ավելի կենցաղային հարցի վրա։ Նույնիսկ եթե երկու ընկեր, երկու բարեկամ, երկու հարևան կամ պարզապես երկու մարդիկ իրար հետ ունենում են հակամարտություն, իրար հետ ունենում են տարաձայնություն, հակասություն, որևէ փոքր խնդրի շուրջ, դիցուք օրինակ հողամասի ցանկապատի հետ կապված, հա, կեսը ասում են մի մետր էս կողմ տան, կեսը ասում են ոչ մի մետր էս կողմ տա։ Անկամ նրանց դեպքում են այս հակամարտությունները շատ հնարավոր է, որ սերնդեսերունդ գնան, բայց մենք խոսում ենք երկու պետությունների միջև
30 տարի ձգվող հակամարտության մասին, մենք նրանց ենք մեղադրում ցեղասպանություն իրագործելու մեջ 88 թվականին կամ էթնիկ զտման տարեր պարունակող բազմաթիվ գործողությունների մեջ, որոնք ի վերջո պատճառ հանդիսացան, որպեսզի Բաքվից, Սումգայիթից մեր հայրենակիցների մեծ մասը դուրս եկավ, դառնալով փախստական, գալով Հայաստան եւ ցրվելով աշխարհի այլ երկրներում, իսկ մյուս մասը դաժանաբար սպանվեցին։ Մենք նրանց ենք մեղադրում մեր հողերը զավթելու մեջ, նրանք մեզ մեղադրում են իրենց հողերը օկուպացնելու մեջ, այսինքն մի օր պետք է լինի, որ մենք կարողանանք առերեսվել իրականության հետ, միջազգային նորմերին համապատասխան, միջազգային օրենքներին համապատասխան, ի վերջո կառուցենք, շատ դժվար է լինելու, բայց այդ խաղաղության պատը կառուցելու համար մենք այսօր ջանք ու եռանդ չենք դնելու։ Կանխատեսելով ձեր հաջորդ հարցը, ասեմ, որ ընդդիմությունը մեզ մեղադրում է Արցախյան շարժման էջը փակելու մեջ, ինչպես մեր քաղաքական ուժի ղեկավարը նշեց, Հայաստանի Հանրապետության վարչապետը, այս պարագայում սա մեր առաջարկն է հանրությանը։ Եվ պարոն վարչապետը նշեց, որ այս պահից սկսած, իհարկե դա մոտավորապես մի ամիս առաջ էր, կարծեմ իմ հարցինի պատասխան վարչապետը նշեց, որ այս պահից սկսած սա է մեր քաղաքական հանձնառությունը եւ մեր ձևակերպված առաջարկը հանրությանը։ Այսինքն այս պահից սկսած մենք չունենք սոցիալական հենարան, իսկ 2026-ը սարերի ետևում չէ։ Կլինեն քաղաքական ուժեր, ովքեր կասեն, որ մենք սխալ ենք եւ իրենք գտնում են, որ օրինակ Արցախյան շարժման էջը պետք է տակ փակել, անընդհատ պետք է խոսել արցախցիների վերադարձի իրավունքների մասին եւ ի վերջո իրանք պատկերացնում են, թե ինչպես կարելի է ամեն անել, խնդրեմ, այս ամենը նրանք կարող են գրել իրենց նախընտրական ծրագրերում եւ 2026 թվականին առաջարկել հանրությանը, գուցե հանրությանը նրանց ծրագրերին հավանություն տա։ Ձեր ուժը գնում է նոր ընտրությունների 26 թվին, հետեւյալ կարգախոսով, որ Արցախի հարց այլևս գոյություն չունի, փակված է։ Մենք այսօր այո, ըստ երևույթին սա հայտարարել է մեր քաղաքական ուժի առաջնորդը, ինչ վերաբերում է արցախցիներին, մենք արցախցիներին առաջարկում ենք Հայաստանի Հանրապետությունում բնակարան, մենք արցախցիներին առաջարկում ենք երկարաժամկետ զբաղվածություն, մենք արցախցիների համար բազմաթիվ արտոնություններ ենք սահմանել։ Իրավունքն էլ է փակվում դրանով։ Այս պահին այդ թեման բացարձակապես ակտուալ չի, իսկ եղած առաջարկները, որոնք հիմնականում գալիս են Ադրբեջանից, բոլորից հայտնի է, ես չեմ կարծում, որ կլինեն արցախցիներ, ովքեր կհամաձայնվեն, որ ապրեն Ադրբեջանի վերահսկողության տակ, Ադրբեջանի դրոշի ներքո եւ Ադրբեջանի անձնագրերով։ Պիտի Ստեփանյան, դա նշանակում է, որ Արցախի էջը փակելով մենք երաշխիք ենք ստանում Հայաստանի խաղաղ ապրելու համար։ Միանշանակ այո։ Այդ դեպքում այս պահին չէ կրակում Ադրբեջանը։ Որովհետև նորից վերադառնանք, որտեղ մենք դեռ չունենք խաղաղության համաձայնագիր եւ ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից հնչում են նախապայմաններին մենք բազմիցս անդրադարձել ենք, իդեպ քիչ առաջ պարոն վարչապետը նույնպես խոսեց Ադրբեջանի կողմից հնչող նախապայմաններին ի պատասխան, որ մենք պատրաստ ենք այն երկու նախապայմանը, որ Ադրբեջանը առաջ է քաշել, դրանք են Մինսկի խմբի։ Դիտեցի, որ երկուսով չսահմանափակվի, երկուսը բավարարեցինք, եւս երկուսը կառաջանա 3։ Տեսեք, միանշանակ ձեր հետ համաձայն եմ, որովհետև մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, ով բազմաթիվ փորձագետներ նաև նշում են, որ ոչ պայմանագրաունակ պետություն է Ադրբեջանը, իդեպ սա միայն մենք չենք նշում, սա նաև միջազգային հանրությունն է նշում եւ մեր գործընկեր այլ եվրոպական ընտանիքի այլ գործընկեր պետություններ, բայց մենք գտնում ենք, որ խաղաղության համար այդ իմ կողմից նշված այդ կարևոր պատը սահմանելու կամ կառուցելու համար շատ կարևոր է առաջին քայլը, իսկ առաջին քայլը հենց այդ խաղաղության համաձայնագիրն է։ Ըստ երևույթին դա այն բազիսն է, այն կարևոր կետն է, որի հիման վրա հետագայում բանակցությունների շնորհիվ արդեն տարբեր խնդիրներ մենք կարող ենք քննարկել արդեն առանց կրակոցների։